Ողջույն բոլորին, US Armedia-ի եթերում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ եւ սիրով կներկայացնեմ օրվա կարևորագույն լրաքաղը։ Վերջին մի քանի նյութերում ձեզ ներկայացրել եմ մի շարք օրենքներ եւ փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտնելու 2026 թվականից։ Այսօր առանձնացրել եմ Կալիֆոռնիայի ավտոմոբիլների վարչության փոփոխությունները, նույն ինքը DMV ու օրենքները, որոնց նպատակն է բարձրացնել ճանապարհների անվտանգությունը։ Ահա այն հիմնական փոփոխությունները, որոնց մասին պետք է իմանան բոլոր վարորդները։ AB 366 օրենքը երկարացնում է Կալիֆոռնիայի այն ծրագիրը, որը պարտադրում է DUI-ով դատապարտված որոշ վարորդների մեքենաներում տեղադրել շնչազգայուն ակտիվացվող սարքերը, որոնք արգելում են մեքենայի գործարկումը, եթե հայտնաբերվում է ալկոհոլ։ Ծրագիրը գործելու է մինչև 2033 թվականի հունվարի 1-ը եւ վերաբերում է ալկոհոլով կամ ալկոհոլ դեղամիջոց համադրությամբ DUI դատավճիռներով անցածներին։ AB 1087 օրենքը բարձրացնում է խմած վիճակում կատարված ավտովթարի միջոցով սպանության պայմանական ազատազրկման ժամկետը 2 տարվա փոխարեն 3-ից 5 տարի։ Այս տարի ընդունվել է օրենք, որ 2031 թվականի հունվարի 1-ից դպրոցական բոլոր գոտիներում արագությունը կիջնի 25 մղոն ժամից մինչև 20 մղոն ժամ, սակայն այն նաև հնարավորություն է տալիս մինչև ամբողջական կիրառումը արդեն իսկ հաջորդ տարվանից սկսած առավել վտանգավոր գոտիներում սահմանափակումներ մտցնել մինչև 2031 թվականը, այնպես որ ուշադիր եղեք նշաններին։ AB 390-ը պարտադրում է վարորդներին դանդաղեցնել կամ փոխել գոտին, երբ մոտենում են ավտոմեքենայի, որի վթարային լույսերը միացված են, եւ դա չի վերաբերում միայն արտակարգ ծառայությունների մեքենաներին։ Ցանկացած կանգնած մեքենայի է վերաբերում։ Դրանց մոտով արագ վարելը կարող է հանգեցնել տուգանքի։ Այլևս ձեզ կարող են տեսանկարահանել։ SB 720-ը թույլ է տալիս քաղաքներին եւ շրջաններին ավտոմատացված տեսախցիկներով վերահսկել կարմիր լույսի խախտումները։ Դրանք կմնան քաղաքացիական, ոչ քրեական խախտումների շարքում։ Նոր օրենքը մինչև $1000 տուգանքով պատժելի է դարձնում Կալիֆոռնիայում այնպիսի արտադրանքի ստեղծումը, որը թաքցնում կամ խանգարում է համարանիշի տեսանելի կամ էլեկտրոնային ընթերցմանը։ AB 630-ը թույլ է տալիս Լոս Անջելեսի եւ Ալամեդայի շրջանների մինչև 2030 թվականի հունվարի 1-ը հեռացնել եւ ոչնչացնել չաշխատող եւ մինչև $4000 արժեքով լքված RV-ները, եթե պաշտոնական մարմինը հավաստիացնում է, որ դրանք անգործունակ են։ Վերջին երկու փոփոխությունների մասին արդեն խոսել եմ, բայց կրկին կարճ կանդրադառնամ։ CARS Act-ը արգելում է ավտոսրահներին սխալ ներկայացնել մեքենայի գինը, ֆինանսավորման պայմանները եւ հավելյալ ծառայությունները։ Նաեւ տալիս է մինչև $50,000 արժողությամբ մեքենա գնող կամ վարձակալող անձանց հնարավորություն 3 օրվա ընթացքում պատվերը չեղարկելու իրավունք։ AB 1299-ը թույլ է տալիս տեղական իշխանություններին նվազեցնել կամ հետաձգել կայանման տուգանքները, եթե քաղաքացին ապացուցում է, որ չի կարող վճարել եւ պարտադրում է առաջարկել վճարման պլան ըստ դիմումի։ Մի քանի օր շարունակվող հարավային Կալիֆոռնիայում անձրևները առաջացրել են լայնածավալ հորդարատ հեղեղումներ եւ ցեխաոսկեր պաշտոնյաները վարորդներին հորդորում են խուսափել ճանապարհներից եւ կոչ են արել վտանգավոր գոտիներում ապրող բնակիչներին էլ տարհանվել։ Լոս Անջելեսից արևել գտնվող Ռայթվուդում հեղեղված ցեխաջրերը փակել են փայտաշեն տնակները։ Արտակարգ ծառայությունները գրեթե ամբողջ օրը զբաղված են եղել տասնյակահազանգերով, փրկելով վարորդներին ջրածածկ ավտոմեքենաներից։ Տարածաշրջանում մթնոլորտային գետի վերջին փոթորիկը ավարտվում է այսօր գիշերը։ Մի քանի օր շունչ կքաշենք ու նոր տարին կդիմավորենք նոր անձրևներով։ Վերջին օրին նույնիսկ հազվադեպ տորնադոյի նախազգուշացում էր հրապարակվել Լոս Անջելեսի կենտրոնական արևելյան շրջանի մի մասի համար Ալհամբրայի տարածքում գրանցված ուժգին ամպրոպների պատճառով։ Հյուսիսից դեպի հարավ դանդաղ շարժվող փոթորիկը այսօր հեղեղել է Լոս Անջելեսի կարևոր ավտոմայրուղիներից մեկը։ Առավոտյան ուժեղ տեղումները վտանգավոր հեղեղումների նախազգուշացում են առաջացրել նաև Լոս Անջելեսի մի շարք շրջաններում, ներառյալ Հոլիվուդը, Մալիբուն եւ Տոպանգան։ Նման նախազգուշացումներ ավելի վաղ տրվել էին Օհայում, Միրամոնտեյում եւ Օքսնարդում։ Սանվալիում հեղեղումների պատճառով 5-րդ միջպետական մայրուղումի հատվածը փակվել է։ Կալիֆոռնիայի մայրուղային ոստիկանությունը փակել է մայրուղու հյուսիս գնացող բոլոր գոտիները ուղևորահոսքը ուղղելով դեպի Թուքսֆորդ Սթրիթ։ Շաբաթ եւ կիրակի սպասվում է մաքրված երկինք, բայց ավելի ցածր ջերմաստիճաններ։ Ամերիկյան ավիաընկերություններն այսօր տոնական մեծ ճանապարհորդությունների գագաթնակետին հազարավոր չվերթներ են չեղարկել կամ հետաձգել ուժգին ձմեռային փոթորիկի նախազգուշացումների պատճառով։ Տվյալները հաղորդում է FlightAware չվերթների մոնիթորինգի կայքը։
Կայքի տվյալներով ուրբաթ կեսօրին արդեն ավելի քան 2000 չվերթ էր չեղարկվել, իսկ 3800-ից ավելին ուշացել էին։ Ուրբաթ կեսօրից հետո JetBlue-ն չեղարկեց եւս 225 չվերթ, ինչը բարձրագույն ցուցանիշներ ամերիկյան փոխադրողների շրջանում։ Դրանից հետո սկսվեցին չեղարկվել Delta Airlines-ի 186 չվերթ, ինչպես նաեւ Republic Airways-ի, American Airlines-ի եւ United Airlines-ի, որոնք եւս մի շարք չվերթներ հետաձգեցին։ Նյու Յորքի Ջոն Քենեդի եւ LaGuardia, ինչպես նաեւ Դեթրոյթի Wayne County օդանավակայանը X արտակում նախազգուշացումներ տարածեցին ուղևորների համար զգուշացնելով հնարավոր ուշացումների ու չեղարկումների մասին։ Մեր ձեզ հետ անցած ճանապարհը շուրջ 1 տարի է։ Այս 1 տարվա ընթացքում մենք ոչ միայն բովանդակություն ենք ստեղծել, այլ լսել, հավատացել ու ուժեղացել։ Շնորհակալ եմ ամեն հավանության, նույն ինքը լայքի, մեկնաբանության, կարծիքի, քննադատության եւ քաջալերման համար։ Շնորհակալ եմ, որ զրոյից կարողացանք ձևավորել մոտ 20,000-ից ընտանիք, որտեղ գաղափարն ավելի մեծ է, քան թիվը։ Այս աջակցությունն է, որ մեզ հիշեցնում է ճիշտ ճանապարհով ենք գնում։ Շնորհակալություն թույլ տվեք հայտնել նաև մեր գործընկերներին, այն մարդկանց ու կազմակերպություններին, որոնք մեզ հետ անցել են այս ուղին ու ուժեղացրել մեզ, մնալով միևնույն ժամանակ ուժեղ։ Monarch Laundry-ն նոր է միացել մեր թիմին, վերջինս ունի առաջարկ, որը բառերով չէ, գործողությամբ է թեթևացնում ամենօրյա ծանրաբեռնվածությունը։ Այս QR կոդով կարող եք ներբեռնել հավելվածն ու ժամերով տևող լվացքի հոգսը փոխարինել մի քանի սեղմումով։ Սա հոգատարություն է զբաղված կանանց, ընտանիքների ու ժամանակի նկատմամբ եւ սեփական գործի հանդեպ ամենակարևորը։ Գոզանյան Meat and Liquor Market ոչ պարզապես խանութ, այլ բարեկամական ուս, որով հպարտանում ենք։ Ձեր ներգրավվածությունն ու անկեղծությունը մեզ հաստատում են մեկ բանում. հաղթանակը մենակ չէ, այն միշտ գործընկերություն է։ Cosmo Palace Restaurant and Banquet Hall նոր, բայց արդեն ճանաչելի անկյուն մեր համայնքում։ Այցելելով կամ օգտվելով քեթրինգ ծառայությունից կգնահատեք ճաշակը, սպասարկման արհեստավարժությունն ու մթնոլորտը, որը սրտին հասնող ջերմություն ունի։ Գերիս Mom's Bakery, թիմ, որտեղ արտադրանքը պարզապես ուտելիք չէ, այլ տան հիշողություն, սեր ու պատկերացում, թե ինչպիսին պետք է լինի իսկական հայկական համը։ Mom's լավաշը որպես առաջին արտադրանք միավորեց մեծ տեսականի։ Համոզվելու համար մեկ այցն էլ բավական է։ Շնորհակալ եմ բոլորիդ։ Այս տարի մեզ սովորեցրեց, որ ձևավորված ուժը չի չափվում լայքերով, իսկ դուք պատասխանատվություն եք տվել մեզ, ստեղծելու, շարունակելու ու չլռելու։ Տարվա ավարտին չէ։ Նոր ճանապարհի սկզբին եմ շնորհակալություն հայտնում, որովհետև ամենակարևոր աշխատանքներն ու օրերը դեռևս առջևում են։ Եվ շարունակենք ու երկու լուրով շեղվենք ամերիկյան իրականությունից, ապա կվերադառնանք։ Հայաստանի շուկայում այսօր վառելիք կա, որի ճանապարհն անցել է ոչ միայն երկաթուղով, այլ նաև մեր հիշողության, ցավի ու հարցադրումների միջով։ Ադրբեջանի բենզինը Հայաստանի բենզալցակայաններում։ Սա պարզապես առաջին առևտրատնտեսական գործարքը չէ անկախությունից ի վեր։ Սա փորձություն է հանրային գիտակցության, քաղաքական նոր իրականության առաջին շոշափելի ցուցիչներից մեկը եւ վերջապես այն հարցի փորձնական պատասխանը, թե ինչ արժեք ունի խաղաղությունը, երբ այն նյութականանում է կոնկրետ ապրանքի, կոնկրետ գնանշման մեջ։ 1300 տոննա պրեմիում կարգի բենզինի ժամանումը Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երթուղով միաժամանակ բացել է գին տնտեսություն քաղաքականություն եռանկյունին։ 1 լիտրի արժեքը 430 դրամ։ Թվով էժան, այո, բայց զգացմունքով ծանր։ Մինչ իշխանությունները սա ներկայացնում են որպես նոր տնտեսական էջ, հասարակական արձագանքում հնչում է հարց. կարող ենք առևտուր անել, երբ Բաքվում դեռևս պահվում են հայ գերիներ։ Իսկ մյուսները հիշեցնում են զոհվածներին ու ասում. այս բենզինը չեն գնի։ Այս ֆոնին կառավարությունը տեսնում է տարածաշրջանային խաղաղության մի փոքր շոշափելի նախադրյալ, տնտեսական կապ, որը պետք է ամրացնի քաղաքական կամքը, բայց արդյոք տնտեսական շահը հաղթում է հոգեբանական ցավին։ Արդյոք 430 դրամանոց բենզինը կարող է մթագնել պատերազմի գինը։ Այսօր փորձել ենք հասկանալ, սա վաղվա խաղաղության փորձնական սիմվոլ է, թե հրադադարից հետո բացված տնտեսական պատուհան։ Գումարի հարց է, թե հիշողության ու ինքնության, վերջապես կշռադատված քայլ դեպի ապագա, թե ժամանակավոր գին խաղաղության դեռևս չգրված պայմանագրի վրա։ Հայաստանում ադրբեջանական բենզին է վաճառվում 1300 տոննա ծավալով 22 վագոն պրեմիում կարգի վառելիքը մեր երկիր է հասել Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթգծով։ 1 լիտրը վաճառվում է 430 դրամով։ Այդպիսի բենզինը սովորաբար մեր երկրում 500-520 դրամ է եղել դրա գինը, այսինքն մինչև 90 դրամ ավելի ցածր գնով է վաճառվելու, ինչը լավ է։ Էկոնոմիկայի նախարարի այս դրական տրամադրվածությունը չի կիսում իր իսկ գրառման տակ մեկնաբանություններ թողած քաղաքացիների մեծ մասը։ Մարդկանց կարծիքով Ադրբեջանի հետ առևտրային եւ այլ տեսակի հարաբերություններն անընդունելի են, քանի դեռ Բաքվի բանտերում հայեր են պահվում։ Մյուսներն ավելի կոշտ բնորոշումներ են տվել այս գործարքին, հիշելով պատերազմում զոհվածներին եւ որ այդ բենզինը չեն պատրաստվում գնել։
Գևորգ Պապոյանն արձագանքում է նաև այս դժգոհություններին։ Սիրելի քաղաքացիներ, դուք ազատ եք, հենց դա է մեր խնդիրը, որ դուք ազատ լինեք, դուք ինքներդ որ բենզինը ուզենաք առնեք, ինքներդ ընտրեք որտեղից եք ուզում առնել։ Սա ըստ էության անկախությունից ի վեր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առաջին առևտրատնտեսական գործարքն է։ Վառելիքներ կրած ընկերություններից առաջինը Մեգատրեյդը իշխանական падգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Սիլ Կապիտալի կազմում է։ Մյուս ընկերությունը Շիշա World-ն է, որի 100% բաժնետերը Սամվել Մկրտչյանն է։ Գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ եղբորորդին։ Իշխանություններն այս գործարքը կարևոր են համարում։ Ես ողջունում եմ այս զարգացումը, այդ զարգացումը, այսինքն զուտ առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց իհարկե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն է, որ քաղաքական պայմաններ է ստեղծել այդ առևտրի համար, իհարկե նաև քաղաքական մակարդակի պայմանավորվածություններ են եղել։ Հայաստանի վարչապետն օրերս Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին նաև գովեստի խոսքեր է հղել Իլհամ Ալիևին։ Выражаю признательность президенту Азербайджанской Республики. Գնահատանք եմ հայտնում Ադրբեջանի Հանրապետության նախագահին Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու, ինչպես նաև երկկողմ առևտրի մեկնարկի համար պայմաններ ստեղծելու որոշման համար։ Սա տարածաշրջանում խաղաղության եւ կայունություն հաստատելու առաջին նշանակալի նվաճումներից մեկն է։ Իդեպ ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար Վրաստանը մաքսատուրք չի գանձել։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն է հանձնարարել վրացական երկաթուղիներին անվճար իրականացնել այս տարանցումը։ Վրաստանը միշտ եղել եւ մնում է ռազմավարական եւ հուսալի գործընկեր թե Հայաստանի թե Ադրբեջանի համար։ Մենք մշտապես աջակցել ենք խաղաղությանը եւ տարածաշրջանային համագործակցությանը։ Առայժմ պարզ չէ, թե ինչ գին կսահմանի Վրաստանը հաջորդ բեռնափոխադրումների համար փորձագետների կարծիքով հենց անվճար տարանցման շնորհիվ է պրեմիում կարգի բենզինն ավելի էժան վաճառվում։ Կպահպանվի նույն գինը, եթե տարանցման մաքսատուրքը ավելանա, այս հարցին դեռ անդրադարձ չկա։ Վրացական երկաթուղու սակագնի հետ կապված որոշակի հարցեր կան եւ հույս ունեմ այդ հարցերը կամ կկարգավորվեն կամ եթե չկարգավորվեն տնտեսվարողները այլընտրանքային ձևեր կփնտրեն ներմուծումը եւ արտահանումը ապահովելու։ Մեկ այլ խնդիր է քննարկվում Ադրբեջանն ինքը պրեմիում կարգի բենզին չի արտադրում, այլ ներկրում է, եւ իշխանության ընդդիմախոսները պնդում են, թե սա այն գործարքը չէ, որով կարելի է հպարտանալ։ Կլինի սա մեկ անգամյա գործարք, թե շարունակական բնույթ կկրի, ցույց կտա ժամանակը, ամեն դեպքում փորձագետներն այստեղ ավելի շատ քաղաքական, քան տնտեսական բաղադրիչ են տեսնում։ Կողմերը փորձում են ցույց տալ, որ հավատարիմ են հայտարարված խաղաղությանը։ Մենք չենք պնդում, դա լավ է կամ վատ, մենք փաստ ենք արձանագրում։ Ինչպես յուրաքանչյուր հայի, այնպես էլ մեզ համար կարևոր է Հայաստանի ներկան ու ապագան։ Փորձում ենք սառը դատել, փորձում ենք արդարացնել, փորձում ենք։ Միացյալ Նահանգներում անգամ հայկական խանութներ կան, որոնք առհասարակ հրաժարվել են թուրքական ապրանքներ վաճառելուց, եւ կան մարդիկ, որոնք թուրքական ընկերության բենզինից չեն օգտվում։ Հիմա վերջին հարցը. պետք է արդյոք մեր երկրի ներսում լինի այս զգացումը, ներքին մարդկային ընդվզումը։ Ազատ եք ձեր մեկնաբանություններով, միացեք այս քննարկմանը մեր մեկնաբանություններ բաժնում։ Հաջորդ լուրը կամ այս նորությունը երկար ժամանակ էին սպասում էի։ Ի սկզբանե ցանկություն էի հայտնել լուսաբանել, երբ այն կյանքի կոչվի։ Երբ պատմությունը դառնում է արվեստ, իսկ հիշողությունը պատասխանատվություն, էկրան են դուրս գալիս ոչ թե սյուժեներ, այլ կյանքի պատմության պատառիկներ։ Գնդապետ Սոսը հենց այդպիսի ստեղծագործություն է։ Սա ֆիլմ չէ միայն պատերազմի մասին, սա ֆիլմի այն մարդկանց մասին, որոնք պատերազմը չեն թողել իրենց մեջ դատարկ տարայի մակարդակում, այլ ջանք են գործադրել այն պատմել, հստակեցնել, չլռել։ Այստեղ հերոս չկա, բայց կա մարդ, որի մեջ ապրում է անհանդուրժողականություն։ Եվ հենց այդ պատճառով այս պատմությունն այսօր պետք է հնչի որպես հիշեցում, որպես խոստում, որպես պարտք, որը չի կարելի լռությամբ փակել։ Դիտեք իր առաջին լրագրողական քայլերն անող Մարիամ Աթաբեկյանի ռեպորտաժը։ Ես ինչ ակամաններ ես սուրանգեք, կոտուլ չենք կն։ Հայմ տուն։ 5 տարվա ընթացքում 16-րդ սերիալը, թվով գուցե աշխատանքային կենսագրություն, բովանդակությամբ դժվար ճանապարհ։ Պրոդյուսեր եւ դերասան Սոս Կարապետյանը, որը իր խոսքով երբեք իրեն դերասան չի համարում, այս անգամ էկրան է բերում ոչ թե հումոր, ոչ թե խաղ, այլ մարդկային հիշողություն։ Նրա նոր նախագիծը Գնդապետ Սոսը հրաժարվում է ժամանցային լինելուց։ Սա պատմություն է մարդու, որը պատերազմի կրակով է անցել, հետո հանգամանքների բերումով հայտնվել ԱՄՆ-ում, բայց երբեք չի հեռացել իր հայրենիքից։ Սոս Կարապետյանը չի փորձել կերպարով ցույց տալ իրեն կամ որևէ մեկին։ Նա մարմնավորել է մի մեծ բանակ այն ճանապարհով անցած հայերին, որոնք գիտեն ինչ է կորուստը, ինչ է սպասումը, ինչ է պարտքի զգացումը դեպի տուն։ Այն ինչ որ ֆիլմով տալիս եմ, դա շատ կարևոր է մեր հանրության համար։
Դա շատ կարևոր է մեր երիտասարդության համար, կարևոր է մեր երեխեքի համար, որովհետև ասելիքը, որ ֆիլմում ավելի շատ որ արժեքները չկորցնենք մեր, չմոռանանք մեր անցյալը, չմոռանանք մեր պատմությունը, որովհետև մարդ կարա զարգանա, մարդ կարա առաջ գնա, բայց եթե մարդ մոռանում է իր անցյալը, մոռանում է այն ճանապարհը, ինչ որ անցել է իր երկիր, իր հայ ժողովուրդը, ու մոռանա նոր գնա առաջ, դա համարում եմ սխալ։ Վերնագիրը նույնպես խոսուն է։ Գնդապետ Սոս։ Այո, Սոսի անունը կրկին ունի իր տեղը։ Սոս Անջելես, Սոսկալի, Ափսոս, բայց այս անգամ անունը ոչ թե բառախաղ է, այլ հուզիչ կենսագրություն։ Խոստովանություն այն բանի, որ Սոսը առօրյայում փոքրատարով համեստ մարդը փորձում է մեծատարով լցնել հայկական կինոշուկան, լցնել ոչ միայն ֆիլմերով, այլ արժեքներով, որոնք գուցե չենք տեսնում ամեն օր, բայց մեզ պահել են դարեր։ Նրա աշխատանքը չի եղել առանց վերքերի, քննադատություններ, դժվարություններ, անվստահություն, բայց Սոսը, որի ճանապարհը միշտ եղել է բարդ, այս անգամ յուրովի վտանգեց իրեն։ Արցախյան պատերազմը թեմա չէ, սյուժե չէ, պարզապես նյութ չէ, սա սրբություն է, եւ սրբությանը դիպչելը կարող է կամ կոտրել, կամ բարձրացնել։ Այս նախագիծը կարող էր դառնալ կարիերայի ավարտ կամ նոր ամուր հենարան։ Ֆիլմի նկարահանումներից առաջ խորհրդակցել է, հանդիպել ու նոր քայլ արել։ Նախագիծը հենց մտքովս առաջացավ, հանդիպեցի Լոս Անջելեսում բոլոր պատերազմանցած տղաներին, մոտարապես 40 հերոս տղաների հետ հանդիպեցինք մի սեղանի շուրջ եւ թույլտվություն վերցրեցի բոլորից, որ ես նկարում եմ մարդկանց անցած ճանապարհը, այդ սուբորդինացիան շատ կարեւոր էր պարհելը։ Օրեր առաջ կայացած ֆիլմի պրեմիերան ապացուցեց միասնական աշխատանքն ու պատասխանատվությունը։ Դահլիճում ոչ միայն դերասաններն ու գործընկերներն էին, այլ պատերազմ տեսած մարդիկ, զինվորներ, սպաներ, անհատականություններ, որոնք անցել են նույն ճանապարհը, ինչ նրա կերպարը, եւ հոտնկայ սափառությունները լավագույն ապացույցն են։ Նրանք գնահատեցին ոչ թե ինչ էր էկրանին, այլ այն, ինչ էր փոխանցվում հոգու խորքից։ Գնդապետեր ու գեներալներ, պատերազմ անցած միավորների հրամանատարներ զանգահարում եւ շնորհակալություն են հայտնում։ Տեղում պատվոգրեր, մեդալներ ու շնորհակալություններ։ Գլենդելի քաղաքապետ Արան Աջարյանի շնորհակալագիրը հանձնել է քաղաքի մշակույթի եւ արվեստի հանձնաժողովի անդամ Մարկ Մարատ Հայը։ Շնորհակալ այս անցողիկ չարժեքների աշխարհում, այս նյութապաշտական ու ոչ մնայուն չարժեքների աշխարհում ստեղծել արժեք, ստեղծել մի բան, որը նվիրված է բարձրարժեքին, այսինքն հայրենիքին, հերոսներին, երկրապահներին, այսինքն մեր երկիրը հողը պահողներին, սահմանում կանգնածներին։ Սա պահանջում է ոչ միայն աշխատասիրություն, նպատակասլացություն, այլև հստակ ճանապարհային քարտեզ։ Պատվոգրերն ու պարգևները ոչ թե ֆիլմին կամ Սոսին էին ուղված, այլ թիմին հիշողության հանդեպ պատասխանատվության համար։ Շնորհակալական ուղերձները սպասվում նաև Հայաստանից։ Սոսն այս գործը կյանքի չի կոչել պարգևների համար։ Իրական պարգևը արժևում է, երբ այս թեմային վերաբերվենք այն լրջությամբ, որն արժանի է։ Հիշենք, մտածենք, պատասխանատվություն վերցնենք։ Չէ՞ որ մենք մտածող ազգ ենք։ Երբ չենք լռում, ապրում ենք։ Լռելիս կորցնում ենք։ Այս ֆիլմը, այս պատմությունը աշխատանքային խմբի պարտքն էր։ Պարտք հասունացած հասկացողությամբ, պարտք ընկերներին, նրանց զինակիցներին, ժողովրդին։ Եվ եթե այս պատմությունը լսվում է, ուրեմն դեռ կա գիտակցություն, որից սկսվում է հայրենիքը։ Իբրև սերիալ, ինքը տարբերում է մնացած բոլոր սերիալներից։ Չգիտեմ, թե մեր կյանքին ինքը հարազատ էր ամեն ինչը, սկզբնական շրջանում արդյունքներ եկավ։ Լացելու վիճակ էր։ Ես ուրախ եմ, որ Սոսը Կարապետյան իրոք հանձնարարապես հանձնարարությունը իրականացրեց։ Սերիալ չնայեցինք, այլ դիտեցինք գեղարվեստական ֆիլմ։ Ես վստահ եմ իմ խոսքերի մեջ, ու երբ որ գեղարվեստական ֆիլմ ես նույնիսկ նայում, միայն ֆինալային տեսարանման ծափահարություններ գնում։ Այսօր մենք մի քանի անգամ ծափահարություններ լսեցինք տարբեր տեսարաններում։ Սա մի ֆիլմ էր, որտեղ պրոպագանդվում էր երկու ամենակարևոր, ամենագեղեցիկ սերը՝ սեր ընտանիքի հանդեպ եւ սեր հայրենիքի հանդեպ, որը որ մեր ժամանակներում շատ կարևոր է։ Մարիամ Աթաբեկյան, հատուկ USR Media-ի համար։ Մեր ստեղծագործական թիմի անունից էլ շնորհավորում ենք Սոս Կարապետյանին, ռեժիսոր Հարութ Շատյանին, սցենարիստներին, դերասանական անձնակազմին այս հրաշալի
գործը կյանքի կոչելու համար շարունակեք քայլել նույն ճանապարհով, դուք ճիշտ ճանապարհ եք ընտրել։ Իսկ մենք շարունակենք մեր թեմաներով։ Միացյալ Նահանգները հարված է հասցրել իսլամական պետության զինյալներին Նիգերիայի հյուսիս-արևմտյան հատվածում։ Պենտագոնի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է հրթիռը արձակվում ռազմական նավից։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց հարձակման մասին Սուրբ Ծննդյան օրը, նշելով իր գրառման մեջ, որ զինյալները հարվածում էին քրիստոնյաներին դարերով չտեսնված մակարդակով։ Ամենազինված ուժերի աֆրիկյան հրամանատարությունը հայտնել է, որ հարվածը հասցվել է Սոկոտո նահանգում գտնվող ISIS-ի ճամբարներին, ինչի հետևանքով ոչնչացվել են մի քանի մարտիկներ։ Ավելի վաղ հրամանատարության կողմից X սոցիալական հարթակում հրապարակված հաղորդագրությունում նշվում էր, որ հարվածն իրականացվել է Նիգերիայի իշխանությունների խնդրանքով, սակայն այդ հայտարարությունը հետագայում հեռացվել է։ Այս գործողությունը հաջորդում է հոկտեմբերից սկսած Թրամփի նախազգուշացումներին, թե քրիստոնեությունը Նիգերիայում կանգնած է գոյաբանական սպառնալիքի առաջ։ Նա նաև սպառնացել էր միջամտել ռազմական ուժով, պատճառաբանելով, որ իշխանությունները բավարար քայլեր չեն ձեռնարկում քրիստոնյա համայնքների դեմ բռնությունները կանգնեցնելու համար։ Նիգերիայի արտաքին գործերի նախարարությունն իր հերթին հայտնել է, որ այս գործողությունը եղել է շարունակվող անվտանգության համագործակցության մաս, որը ներառում է հետախուզական տվյալների փոխանակում եւ բարձր ճշտության ավիահարվածներ։ Հրթիռային հարվածն իրականացվել է այն բանից հետո, երբ 5 շաբթի երկրի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ինքնասպան ահաբեկչության հետևանքով նվազագույնը 5 մարդ էր զոհվել։ Նիգերիայի իշխանությունները շարունակում են պնդել, որ զինյալների գործողությունների թիրախում են հայտնվում թե մահմեդականները, թե քրիստոնյաները, եւ որ Միացյալ Նահանգների հայտարարությունները քրիստոնյաների հանդեպ հետապնդումների մասին իրականությունը խեղաթյուրում է։ Սուրբ Ծննդյան ուղերձում Նիգերիայի նախագահ Բոլա Թինուբուն կոչ է արել խաղաղության եւ խոստացել պաշտպանել բոլոր նիգերացիներին անկախ կրոնական պատկանելությունից։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ դիվանագիտական ջանքերի ինտենսիվացման պայմաններում տարվա ավարտից առաջ կարող են վճռորոշ զարգացումներ լինել Ռուսաստանի հետ պատերազմի ավարտի ուղղությամբ։ Մի ամերիկյան լրատվական կազմակերպության թղթակցի տվյալներով Զելենսկին Իրաքի Մարալագոյում կարող է հանդիպել նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ավելի վաղ X հարթակում Զելենսկին գրել էր, որ շուտով կունենա ամենաբարձր մակարդակի հանդիպում Թրամփի հետ։ Մինչ այդ նա բանակցություններ էր վարել Թրամփի հատուկ բանագնաց Ստիվ Պիտկոֆի եւ նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ։ Զելենսկին նշել է, որ հանդիպումը լավ քննարկումով է անցել եւ որ պատերազմի ավարտին ուղղված լայն շրջանակի փաստաթղթերի մի մասը գրեթե պատրաստ է, իսկ որոշ հատվածներ ամբողջությամբ ավարտված։ Քննարկեցինք լավ գաղափարներ, ասել է նա, ընդգծելով, որ դրանց թվում կան իրական խաղաղությանը մոտեցման նոր ճանապարհներ։ Շաբաթվա սկզբին Զելենսկին հրապարակել էր խաղաղության 20 կետից բաղկացած նախագիծը, որը ներկայացրել էր որպես պատերազմի ավարտի հիմնական շրջանակ։ Նախագիծը նախատեսում է Ուկրաինային տրամադրել անվտանգության հստակ երաշխիքներ Ռուսաստանի նոր ագրեսիան կանխելու համար։ Արծաթի գինն այսօր առաջին անգամ հատել է $75 սահմանակից, իսկ ոսկին եւ պլատինը նույնպես հասել են պատմական առավելագույնին, թանկարժեք մետաղների համաշխարհային գներն աճել են մասամբ այն սպասումներից, որ Միացյալ Նահանգների դաշնային պահուստային համակարգը կարող է շարունակել տոկոսադրույքների նվազեցումը։ Աշխարհաքաղաքական լարվածությունը եւս ներդրողներին դրդել է ավելի ակտիվորեն տեղափոխվել այսպես կոչված անվտանգ ակտիվների դաշտ։ Արծաթի գինը աճել է մոտ 4.5%-ով, գերազանցելով ունցիայի համար $75, ինչի արդյունքում տարվա սկզբից առ այսօր դրա արժեքը ընդհանուր աճը կազմել է ավելի քան 160%։ Պլատինն էլ հերթական ռեկորդն է գրանցել, բարձրանալով մինչև ունցիայի դիմաց ավելի քան $2448, ոսկու գինն էլ շարունակում է թռիչքը, գերազանցելով $4533, որը եւս մեկ նոր պատմական ցուցանիշ է։ Արժեքի նման աճի պայմաններում ոսկին մոտ է իր ամենաուժեղ տարեկան աճին 1979 թվականից ի վեր։ Ներդրողների վստահությունը ոսկու նկատմամբ ամրապնդվել է ETF ներդրողների աճով, դոլարի հանդեպ թուլացած պահանջարկով եւ դրամավարկային քաղաքականության մեղմեցմամբ։ Շուկաներում ակնկալվում է, որ 2026 թվականին կարող են լինել 2% նվազեցում, իսկ շուկայում շրջանառվող ենթադրությունների համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է նշանակել ավելի փափուկ դիրքորոշման պահուստային ֆոնդի նախագահ, ինչը կուժեղացնի ավելի մեղմ դրամավարկային քաղաքականության սպասումները։ Վերջում բարի լուր են բերել, թեև ավելի ճիշտ կլինի ասել հաճելի։ Թեքսասի Բերլեսոն քաղաքում H-E-B սուպերմարկետում գնորդները անսպասելի ստացել են իրենց գնումները անվճար, երբ համակարգչային խափանումը դուրս է բերել աշխատանքից վճարային համակարգը։ Քանի որ հաճախորդներն արդեն հերթերում էին, խանութի ղեկավարությունը որոշել է թույլ տալ, որ նրանք իրենց գնումները տանեն առանց վճարելու, տեխնիկական խնդիրն այս կերպ վերածելով հաճելի եւ անսպասելի մարդասիրական դրվագի։ Իսկ այսօրվա համար այսքանն է առանձնացրել ես Հարություն Մինասյանն եմ։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։